Ֆորտունա մարզայինի եթերում լրատվության ժամ է, դուք դիտում եք մոլորակ լրատվականի գլխավոր թողարկումը, բարև ձեզ։ Թողարկումը սկսում ենք արտակարգ լուրով։ Օրերս տեղած առադյունն ու ճանապարհներին գոյացած մերկասառույցը վթարի պատճառ են դարձել։ Նախնական տվյալների համաձայն կա 1 տուժած։ Վթարի մանրամասներին ծանոթացեք առաջարկվող տեսանյութից։ Նախորդին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ Երևան ավտոճանապարհին Ջրաշենի ոլորաններում։ Օպել Մակնիշի ավտոմեքենան վրա երթի է ենթարկել Լոռու ճանապարհային ոստիկանին, ով աշխատանքային օրվա ավարտին տուն գնալիս է եղել։ Ճանապարհային ոստիկանության աշխատակից Տիգրան Գրիգորյանը, տեսնելով ոլորանի վրա առաջացած խցանումը, իջել է իր մեքենայից եւ փորձել կարգավորել երթևեկությունը։ Ավտոճանապարհը պատված է եղել մերկասառույցով։ Օպելը բախվել է մի մեքենայի, ապա վրա երթի ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցին։ Ախպեր իջնում ենք վերևից, կայնած ենք, ֆուրը փակել էր սաղ ճամփեն, տրակտորով ֆուրը բացին, ավտոները սկսին իջնել։ Ես էլ սկսի հետևներից գալ։ Եկա ու էլ вообще ավտոն դարավ անկառավարելի, ոչ կայնում էր ավտոն, ոչ էլ, ոչ մի ձև չկա, տորմուզ, կոնուզ, գազ, բացարձակ ոչ մի բան չէր աշխատում ավտոն։ Չէր կայնում ավտոն, աշխատում էր, բայց չէր կայնում։ Չէ, կալելոտ էր, սառուց էր, ճանապարհը вообще մաքուր չէր։ Այդ վիճակով նիվեն կայնած է բանը, սկզբից մի հատ ջիպ էր կայնած, կպավ ջիպի հետևին, շտին հետևից։ Այդ ջիպից փախավ բանը, եկավ այսքան վրա նիվեն սս թեք կայնած էր այս վիճակով։ Գայշնիկը կողը կայնած էր այդ գայի տղեն։ Հոտքի շրջանում ստացած բազմաթիվ կոտորվածքներով Գրիգորյանը տեղափոխվել է Երևան։ Նշված ճանապարհահատվածը ժամեր շարունակ կաթվածահար վիճակում է եղել։ Տեղում ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու ճանապարհային ոստիկանները, արտակարգ իրավիճակների նախարարության, Լոռու մարզային վարչության փրկարարներն ու ճանշինի աշխատակիցները։ Վրա երթի ժամանակ Զիլ եւ Վոլվո Մակնիշի ավտոմեքենաները բախումից խուսափելով դուրս են եկել ճանապարհի երթևեկելի մասից եւ արգելափակվել։ Հերմինե Յավրյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ, Սպիտակ։ Հայաստանի եվրոպական ապագայի շրջանավարտներն այսօր ստացան եռամսյա ուսուցման վկայականները։ Թե ինչ տվեց կրթությունը վանաձորցի եւ գյումրեցի աշակերտներին, բարձել է Գոհար Մովսիսյանը։ Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ եւ Կոնրադ Ադենաուր հիմնադրամի աջակցությամբ դեռևս այս տարվա ամռանը ստեղծվեց Հայաստանի եվրոպական ապագայի դպրոցը։ 2 տարի շարունակ դասընթացներ է կազմակերպվում էին միայն մայրաքաղաքում, մասնակցում էին նաեւ մարզերից ժամանած երիտասարդներ։ Այս տարի աշխարհագրությունն ընդլայնվել է։ Դասընթացներ կազմակերպվեցին նաեւ մարզերում, մասնավորապես մարզկենտրոններ Վանաձորում եւ Գյումրիում։ Յուրաքանչյուր քաղաքից դասընթացներին մասնակցել է 20-ական երիտասարդ, մասնակիցներն ընտրվել են մրցութային կարգով։ Եռամսյա դասընթացի շրջանակում եղել են նաև փոխադարձ այցելություններ։ Նպատակն էր եվրոպական արժեքների լուսաբանումը, խոսքի ազատություն, հասարակություն առանց բռնության, գենդերային հավասարություն եւ այլն։ Ծրագրի նպատակներ Եվրոմիության հաստատությունների, եվրոպական արժեքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ Մասնակիցները պետք է ծանոթանային Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների մասին, ընդգրկում էր տարբեր ասպեկտներ՝ իրավական, տնտեսական, մշակութային եւ այլն։ Մանե Թորոսյանը մասնագիտությամբ քաղաքագետ է, ասում է՝ մեծ է Հայաստանի եվրոպական ապագայի դպրոցի ներդրումը նոր գիտելիքների ձեռքբերման տեսանկյունից եւ ոչ միայն նոր ընկերներ, նոր գաղափարներ եւ ամենակարևորը համախմբվածություն։ Այսպիսի դպրոցը երիտասարդների շրջանում լուրջ առաջընթաց է, հիմք է տալիս մարդկանց սեփական կարծիքը ձևավորել, սեփական դիրքորոշում ունենալ եւ ինչու՞ չէ սեփական ներդրում ունենալ այդ դիրքորոշումը իրագործելու համար։ Ծրագրի մասնակցությունը ինձ տվեց նոր գիտելիքներ, վերաբերմունքը փոխեց եվրոպական արժեքների հանդեպ, ինչպես նաեւ մեր քաղաքում համախոհ երիտասարդների խումբ ձևավորվեց։ Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ծրագրի Գյումրու եւ Վանաձորի մասնակիցների հանդիպումը, որի ընթացքում էլ վերջիններս ստացան եռամսյա ուսուցման վկայականները։ Ծրագրի պատասխանատուները ակնկալում են, որ այն շարունակություն կունենա նաեւ գալիք տարում, փոքրինչ փոփոխված ձևաչափով։ Գոհար Մովսիսյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Մեխանիկ ինժեներ Արմեն Ջաղացպանյանը հեղինակել է նոր տիպի շարժիչ։ Գյուտի առավելություններին ու թերություններին անդրադարձել է Արմինե Մկրտումյանը։ Ժամանակակից մեքենաների վրա կիրառվող ներքին այրման շարժիչներն ունեն լուրջ թերություններ, որոնք տեխնիկապես չի հաջողվում հաղթահարել, ասում է ինժեներ մեխանիկ Արմեն Ջաղացպանյանը, ով հեղինակել է նոր տիպի շարժիչի գյուտ։ Այն անհամեմատ խնայող է։ Համենայն դեպս Արմեն Ջաղացպանյանը վստահ է, իր գյուտի շնորհիվ ամբողջ աշխարհում ոչ միայն կխնայվեն վառելիքի պաշարները, այլև կապահովվի մթնոլորտի մաքրությունը այրված գազերից։ Արմեն Ջաղացպանյանի ստեղծած շարժիչի պարագայում արտանետումները ձգտում են 0-ի։ Գոյություն ունի այսպիսի հասկացություն՝ օգտակար գործողության գործակից ՕԳԳ,
ՕԳԳ-ն ներքին այրման շարժիչների 22-ից 28% է կազմում։ Այսինքն այրված վառելիքը կատարում է 22-ից 28% օգտակար աշխատանք։ Մնացած 70 եւ ավելի տոկոսը անիմաստ կորչում է։ Եթե այդ ՕԳԳ-ն հնարավոր լինի բարձրացնել, ենթադրենք ոչ թե 25 կամ 30, այլ 60%, կստացվի, որ երկու անգամ ավելի քիչ վառելիք այրելով, բենզին, դիզվառելիք, գազ, կկատարենք նույն աշխատանքը։ Այսինքն պարզ ասեմ, եթե իմ մեքենայով գնում եմ Երևան, վառում եմ 10 լիտր բենզին, չէ՞։ Եթե այդ ՕԳԳ-ն երկու անգամ բարձրացվի, 5 լիտր բենզինով կգնանք։ Այս խնդիրը մեր զրուցակից Գյուտարարին հետաքրքրել է դեռևս 5-ից 6 տարի առաջ, սակայն միայն 3.5 տարի առաջ է փորձել լուծումներ գտնել։ Անալիտիկ հաշվարկներով վերլուծություններ կատարելուց հետո համոզվեց, հարկավոր է պատենտավորել գյուտի գաղափարը։ Հաշվարկներն էլ հաստատեցին, նա ճիշտ ճանապարհի վրա է եւ կարող է այդ կերպ երկու անգամ բարձրացնել ներքին շարժման այրիչի օգտակար գործողության գործակիցը։ Հասել եմ արդեն այն պահին, որ լուրջ ֆինանսական ներդրում է պետք պատրաստելու արդեն փորձանմուշներ, փորձնականորեն ապացուցելու ստանալ փորձանմուշներ, հետազոտել, փորձարկումներ իրականացնել, ընթացքում որոնց արդյունքում կերևան եւ առավելությունները եւ թերությունները եւ արդեն կլինի հնարավոր կլինի աշխատել թերությունների վերացման վրա եւ այսպես քայլ-քայլ մինչեւ հասնենք արդյունաբերական արտադրանքին։ Այսինքն այն վիճակի հասնենք, որ կարողանանք արտադրել շարժիչները։ Մասսայական, խոշոր սերիական արդեն կիրառություն դրվի մեքենաների վրա, այլ տրանսպորտային միջոցների վրա, ոչ միայն մեքենաների։ Նախնական հաշվարկները արվել են, պատրաստի փորձանմուշների համար պահանջվում է մոտ $500,000։ Միայն դրանից հետո կերևան վերջնական արդյունքները։ Գյուտարարը չի բացառում, այս շարժիչը հնարավոր է խնայի մինչև 3 անգամ։ Այժմ ինժեներն իր գյուտը ճիշտ ներկայացնելու եւ ֆինանսավորման խնդիր ունի։ Այս հարցում նրան փորձում է օգնել աղջիկը Սվետլանան, ով մասնագիտությամբ ծրագրավորող ինժեներ է։ Նա հանդես է գալիս որպես թարգմանիչ եւ ասիստենտ։ Շատ են մարդիկ սիրողական վիդեոներ են նկարում, որ սա նոր տիպի շարժիչ է, սա մի ուրիշ տիպի նոր շարժիչ է, ու արդեն մարդիկ չեն կարողանում տարբերակել, թե դրանցից որն է իրականը, որի համար այն անալիտիկ հաշվարկներ կատարվել, որը կարելի է օգտագործել իրականում, թե ոչ, ու հենց այդ պատճառով ես այդքան լուրջ արդյունքների չհասա, բայց մեզ առաջին օգնության ձեռքը մեկնեց հենց մեր կառավարությունը, հենց մեր երկրի, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Ես մտածում եմ, որ առաջին օգնություն կստանանք արտերկրից։ Մեզ ասացին, որ վենչուրային ֆոնդ են բացելու այս տարվա սկզբին, ու եթե մենք բիզնես պլան ներկայացնենք, մեզ անպայման կօգնեն։ Հիմա բիզնես պլանը համարյա պատրաստ է եւ հուսով եմ, որ ներկայացնենք մեզ կօգնեն գործը ավարտին կհասցնենք։ Հատկանշական է նաև, որ մեր զրուցակիցը ինժեներական ոլորտում երկարամյա փորձ ունի, աշխատում է Progress Tech Armenia ձեռնարկությունում, որը զբաղված է ինքնաթիռների նախագծմամբ։ Արմինե Մկրտումյան, Միլենա Մանուկյան, Մոլորակ։ Պիտակների վրա բարձրացել է խոզի մսի ու ընկույզի գինը։ Թե լոռեցիների ամանորյա սեղաններին կհայտնվեն վերոհիշյալ ապրանքները, դեռ հարց է։ Նարինե Ասատրյանն է դիտարկել շուկան։ Շատերի ամանորյա սեղանից գուցե այս տարի բացակային կույզը, քանի որ այն հատել է արդեն 9000 դրամի սահմանը։ Ընկույզը պնդուկը միսը մեկ ամիս շուտ են թանկացել։ Պնդուկի գինը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 2 անգամ։ Այժմ 1 կիլոգրամը վաճառվում է 5000-ից մինչև 6500 դրամով, իսկ ընկույզը թանկացել է 3 անգամ։ 1 կիլոգրամը վաճառվում է 7000-ից մինչև 9000, որոշ տեսակն էլ 10000 դրամի սահմաններ հատում։ Ընկույզեն շատ թանկ է այս տարի։ Ամենալավը 10000-ը, միջինը 8000։ Լոռեցիներին ամենից շատ մտահոգում է խոզի մսի գինը։ Մրցակցային ուտեստ համարվող խոզի բուդ ունենալը դրվում է հարցականի տակ։ Գլուր կալու, նայում եք էլի շուկայի վիճակը։ Սա ժողովուրդը արտագնաց գնացել է ինչ։ Նոյեմբերի 27-ի դրությամբ տավարի միսը վաճառվում է 1600-ից մինչև 2500 դրամ։ Խոզի միսը թանկացել է առավել շատ։ Դիֆիցիտ է։ Քիչ հացավ միսը, յուղացին քիչ էր բերեմ, չկար միսը կամաց բարձրացավ։ Անցած տարի ժամանակ 3000-ով ենք ծախում խոզի միսը։ Մսավաճառը թանկացման մասին պատճառներ է ներկայացնում, գնումներից սակայն դժգոհ է։ Ուրա մարդ կա բազարան, որ գնորդի մասին խոսանք։ Մարդ չկա, առևտուր չկա։
Որովհետեւ ժողովուրդը քիչացել են, փող չկա ժողովրդի մոտ, աշխատանք չկա։ Սա այն դեպքն է, երբ բողոքում են թե վաճառողները եւ թե գնորդները։ Վաճառողների խոսքով գնորդների թիվը շատ է պակասել։ Ապրանքները չեն վաճառվում, իսկ հա գնորդներն էլ դժգոհում են։ Ապրանքն է թանկացել։ Գումարն էլ չի բավականացնում։ Քիչ թե շատ դրամով մտնում են շուկա, դուրս գալիս դատարկաձեռն։ Դե ես ինչ առնեմ թանկ եմ առնում, միսը թանկ է, ճաշացուն թանկ է, պեսոկը թանկ է։ Ինքուզը դարել է ես իմ քանի հազար դրամ։ Ամանորա, բդի անենք, ուզում ունենանք, ուզում չունենանք ազիջա։ Փաստորեն, ինչպես ամեն տարի, այս տարի եւս ամանորը առանց զեղչերի կդիմավորեն լոռեցիները։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ ամանորին գներն արագ իջնում են, իսկ այստեղ մեկ ամիս շուտ արդեն գները բարձրացան։ Նայնի Ասատրյան, Մհեր Թադևոսյան, Մոլորակ։ Վանաձորի շախմատիստները շարունակում են հաղթանակներ գրանցել, այս անգամ նրանց պարգևները հանձնել Ռոստելեկոմ ընկերությունը։ Ռոստելեկոմ ինտերնետը արդեն մեկ տարի է անվճար հասանելի է նաև Վանաձորի շախմատի դպրոցին։ Շախմատ խաղի նպատակն է մատ հայտարարել մրցակցի արքային։ Իսկ հա այս դեպքում սկսվել է համագործակցություն Ռոստելեկոմի եւ շախմատի դպրոցի միջև։ Արդյունքում ստացվել է համագործակցություն, անկախ շախմատ մարզաձևի խաղի կանոններից։ Այն է Ռոստելեկոմը անվճար ինտերնետով է ապահովում մարզիկներին։ Մարզիկներն էլ գրանցում են աննախադեպ հաջողություններ։ Մենք մասնակցում ենք մի շարք ինտերնետային մրցաշարերի եւ Ռոստելեկոմը իրեն կապը տրամադրել է դպրոցին, որը բավականին շատ օգնում է։ Այսօր շախմատը առանց ինտերնետային կապի անհնար է։ Մենք խնդրանքով դիմեցինք կապը արագացնել եւ արագացված կապի շնորհիվ մենք մեր հաջողությունները արձանագրել ենք։ Ռոստելեկոմ ընկերության ներկայացուցիչը խոսեց համագործակցության նպատակից եւ մատուցվող ծառայություններից։ Ռոստելեկոմը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում համագործակցում է, աջակցում է մի շարք դպրոցների կրթահամալիրների, գիշերօթիկ եւ այլ հաստատությունների, որոնց եւ անվճար ինտերնետի տրամադրման եւ մի շարք այլ ծրագրերի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն է տալիս երեխաներին աջակցելու եւ նրանց համար ավելի լայն շրջանակներ հնարավորություններ ստեղծելու համար։ Շատ ուրախ ենք, որ կարողացանք հնարավորություն ստեղծել երեխաներին ոչ միայն տեղական մրցաշարերին մասնակցելու, այլ նաև առցանց միջազգային այլ մրցաշարերին մասնակցելու, ինչը իսկապես նրանց փորձառության վրա էական ազդեցություն կթողնի։ Մրցաշարի առաջին տեղը գրավեց Եվրոպայի առաջնության մասնակից Սարգիս Սարգսյանը, երկրորդ տեղը Հովհաննես Կարապետյանը, երրորդ տեղը գրավեց Թորոզ Իսկանդարյանը։ Վերջիններս Ռոստելեկոմի կողմից պարգևատրվեցին հեռախոսներով։ Մյուս մասնակիցները ստացան ընկերության կրծքանշաններ։ Ես հույսեր ունեի մրցանակային տեղ գրավել եւ գրավեցի առաջին տեղը։ Այսօր հաղթանակը ինձ տվեց ուրախություն, երջանկություն։ Ես շատ ուրախ եմ, որ հաղթեցի այս մրցաշարը։ Ընկերության ներկայացուցչի խոսքով համագործակցությունը շարունակվելու է։ Երիտասարդության շրջանում իրականացվող ծրագրերը բազմաթիվ են եւ միտված մասնագետների նոր սերնդի ձևավորմանը։ Ռոստելեկոմի ներկայացուցիչները խոստացան մշտապես լինել շնորհաշատ երեխաների կողքին, մեծացնելով նրանց մասնակցությունը տարբեր մրցաշարերում, նաեւ գերարագ ինտերնետի հնարավորությամբ։ Նայնի Ասատրյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Ճանապարհային նշանները նրա համար են, որ թե ավտոմեքենաները, թե հետիոտները կարողանան կողմնորոշվել։ Թողարկման հաջորդ տեսանյութը դրանց բացակայության պայմաններում հնարավոր վտանգի մասին է։ Արդեն երկրորդ օրն է ինչ թեժ ավերածությունների գրաֆիկ է գծվում, գծագիր, որը վարորդներին ստիպում է կռահել, հետիոտներին էլ խորհուրդ տալիս, ավելի լավ է թռչել, անցում ու փողոց, խառնված կենտրոնական հատվածում լավագույն միջոցը դա է։ Երթևեկության բոլոր կանոններն այստեղ խախտված են, բայց դե օրենքը սահմանում է հետևյալ կերպ. ճանապարհների, երկաթուղային գծանցների ու ճանապարհային մյուս կառույցների վիճակի համար պատասխանատու պաշտոնատար անձիկ պարտավոր են։ Ճանապարհները, երկաթուղային գծանցները եւ ճանապարհային մյուս կառույցները պահպանել երթևեկության համար անվտանգ վիճակում, ստանդարտների, նորմերի եւ կանոնների պահանջներին համապատասխան։ Միջոցներ ձեռնարկել ճանապարհային երթևեկության համար խոչընդոտները ժամանակին վերացնելու ճանապարհների առանձին հատվածներում երթևեկությունը սահմանափակելու կամ արգելելու ուղղությամբ, երբ դրանցից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը։ Համապատասխան տեխնիկական միջոցների, տեղեկատու վահանակների օգտագործմամբ եւ զանգվածային լրատվության միջոցներով երթևեկության մասնակիցներին տեղեկացնել ճանապարհային երթևեկության կազմակերպման փոփոխությունների եւ սահմանափակումների մասին։ Ուշադիր նայեք այս նշանին, գուցե սա նոր երթևեկության նշան է, Քավլիցի։ Ամեն դեպքում սա միակն է Խաչմերուկից Խաչմերուկ հայտնված ճանապարհին։ Ավերածություններ ու խրամատ հիշեցնող պատկեր։ Պատկան մարմիններ ձեր ուշադրությանն են հրավիրում ստեղծված իրավիճակը շտկելու համար, չէ՞ որ այստեղ կարող է լինել անդառնալին։
Ճանապարհներին աշխատանքներ կատարելու համար պատասխանատու պաշտոնատար եւ այլ անձինք պարտավոր են աշխատանքների կատարման տեղերում ապահովել երթևեկության անվտանգությունը։ Պետք է նշվեն համապատասխան նշաններով, ուղղորդող կամ ցանկապատող սարքավորումներով։ Իսկ ովամուտ ժամանակ եւ անբավարար տեսանելիության պայմաններում նաեւ կարմիր կամ դեղին ազդանշանային լույսերով։ Ճանապարհային աշխատանքներն ավարտելուն պես պետք է ապահովի տրանսպորտային միջոցների եւ հետիոտների անվտանգ երթևեկությունը։ Սա օրենքով է սահմանված, իսկ օրենքը պարզում է շրջանցել այս պատկերը, այնպես ինչպես շրջանցում են մեքենաները, գտնում հարմար շրջադարձ, ուշադիր դիտեք։ Սրանից հետո մնում է միայն մաղթել բարի երթևեկություն, եթե դա հնարավոր է Վարդանանց փողոցում։ Անահիտ Կարապետյան, Արմեն Շաբազյան, Մոլորակ։ Այս թողարկման համար այսքանը։ Կարճատև դադարից հետո առաջարկում ենք ծանոթանալ նաև եղանակային կանխատեսումներին Էռնա Անտոնյանի մեկնաբանմամբ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ցտեսություն եւ ամենայն բարիք։ Էս ինչ է իրանում։ Ուզում էի քեզ անակնկալ անեի, բայց ոնց որ չստացվեց։ iPhone? Ահա։ 6? Ահա։ Ճիշտ է, ես համակարգիչ էի ուզում, բայց iPhone-ի մասին երազում էի։ Ապրես։ Լյուքս մասնագիտացված խանութ-սրահ, խնայեք ձեր ժամանակը։ Լուսատու խանութ-սրահը ներկայացնում է անվտանգության եւ հսկման տեսանկարահանող համակարգերի ժամանակակից լայն տեսականի։ Համակարգերը աշխատում են հրդեհի, ձայնային ալիքների եւ շարժման դեպքում, GSM համակարգով տիրոջ հեռախոսին զանգ կամ հաղորդագրություն ուղարկելով։ Հսկող սարքերի ողջ աշխատանքին կարելի է հետևել նույնիսկ համացանցի միջոցով ցանկացած երկրից։ Սարքավորումները կարող են տեղադրվել խանութի արհեստավարժ մասնագետների կողմից։ Խանութը ունի նաեւ օդափոխության համակարգերի ամբողջական տեսականի։ Լուսատու, մոնտաժեք ձեր բնակարանը, գրասենյակը կամ արտադրամասը բացառապես մեր որակյալ սարքավորումներով։ Բարև ձեզ, եղանակի տեսության աջակիցներն են Lux Computer-ը եւ Լուսատու մասնագիտացված խանութ-սրահը, այժմ եղանակի մասին։ Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ լեռնային, նախալեռնային, նաեւ արևելյան շրջաններում ձյան տեսքով։ Քամին կլինի մինչեւ 7 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-ից 3 աստիճանով։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 7 աստիճան ցուրտ, ցերեկը մինչեւ 5 աստիճան տաքություն, Տաշիրում սպասվում է գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչեւ 2 աստիճան տաքություն, Արավերդիում կանխատեսվում է գիշերը 1, ցերեկը մինչեւ 5 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կդիտվի 7 աստիճան ցուրտ, ցերեկը մինչեւ 2 աստիճան տաքություն, Ստեփանավանում սպասվում է գիշերը 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչեւ 3 աստիճան տաքություն, իսկ Մարս կենտրոնում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչեւ 4 աստիճան տաքություն, Երևանում գիշերը սպասվում է 1, ցերեկը մինչեւ 5 աստիճան տաքություն։ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում, Գյումրիից դեպի Քեթի ու Ջաջուրի լեռնանցքներ տանող ճանապարհահատվածներում, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում Մարտունու կողմից տեղ-տեղ մերկասառույց է Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրի ավտոճանապարհներին Վարդենյաց ու Սարավանի լեռնանցքներում տեղում է ձյուն։ Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ։ Միջպետական ու հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Եղանակը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել աշխարհի տարբեր երկրներում։ Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում վերջին 30 տարվա ամենասաստիկ փոթորիկն է սկսվել։ Տուժերը 39 մարդ, ըստ աղբյուրի քաղաքում բազմաթիվ ծառեր ու էլեկտրահաղորդման լարեր են տապալվել։ Քաղաքի շուրջ 90,000 տուն մնացել է առանց լույսի, փոթորիկը պոկել է տների տանիքները, կոտրել բարձրահարկ շենքերի պատուհանները, ինչպես նաև շրջել 4 թեթև մարդատար օդանավ Բրիսբենի օդանավակայաններից մեկում։ Փոթորիկն ուղեկցվել է թենիսի գնդակի չափ կարկուտով, որի պատճառով ստիպված են եղել ընդհատել տեղի խորհրդարանի աշխատանքը։ Կես ժամվա ընթացքում տեղացել է
տնտեսական տեղումների նորման։ Փողոցներում մեքենաներն ամբողջությամբ ջրի տակ են։ Փողոցները մաքրելուն մասնակցում են ոչ միայն քաղաքային ծառայությունների աշխատակիցները, այլև շուրջ 100 զինծառայող։ Եղանակային աղետ է նաև Գազայի հատվածի մայրաքաղաքում։ ՄԱԿ-ն այստեղ արտակարգ դրություն է հայտարարել։ Որոշ թաղամասեր ջրածածկ են 2 օր տևած անդադար անձրևների հետևանքով։ Ջրհեղեղների պատճառով հարյուրավոր պաղեստինցիներ լքել են տները։ Գազայում ջրհեղեղների պատճառով փակվել է 63 դպրոց, որտեղ ընդհանուր առմամբ սովորում է 65,000 աշակերտ։ Եվս 43 դպրոց գործունեությունը դադարեցրել է Գազայի հատվածի հյուսիսային մասում, որը նույնպես տուժել է տեղատարապ անձրևներից։ Եղանակն այսօր այսպիսին էր, անկախ եղանակից եղեք լավատես ցտեսություն։